Շոյի adekvatնելու հետ կապված որ ասիր, հելա ասեց Տիգրանը կամ չի հիշում, ես դες բան չեմ ասել, կամ խաղում եմ։ Նա Տիգրան, դու ես խաղում, թե ինքը ոնց հասկանում։ Տեսեք, ես խաբելու ոչ մի բան չունեմ, կամ այդ ինձանից հանելու ոչ մի բան չունեմ, ես ասում եմ այն, ինչը որ ասել է ինձ Եղիշը։ Ու ու բացի այդ ես չէ՞լի, մենք ուզեցել ենք Եղիշի հետ առերեսում, որը որ չի իրականացվել։ Այլ հաջորդ հարցս է դեպի չի։ Դե ինձ մի ասել։ Քննիչի։ Քննիչնով անում ուզում իրա դեպի։ Անում չէ։ Անդրեյ չեմ հիշում էլի։ Թե չեմ հիշում հիմա հարցնում։ Լավ է հարցնել քիշը։ Կարամ ես հարցնել դրանք մի քիշը դրանք։ Առաջին ով է, ես մի քանի անգամ գնաց այնտեղ, մի երկու քննիչ ա եղել այս գործով։ Բաբայան Անդրեյն է։ Առաջինը։ Առաջինը։ Այլ ասեք նախավերջ չէ, Բաբայանը նախավերջ չէ։ Ու ի՞նչ է պատճառաբանը որ առես։ Ես չեմ կարող պատճառը մենք ասել ենք որ մեր ու Եղիշի ցուցմունքի մեջ կա հակասություն էլի։ Ասես կմտածենք այդ մասին։ Ու վերջ։ Ո՞ր չեք դիմել։ Դե էլ ինչ դիմենք որ։ Ինչ։ Չէ։ Ես Եղիշի հետ չեմ առերեսվել։ Իհարկե բենզինը ինչ է տարբերում, կամ ով է բենզինը բերում այդտեղ։ Բենզինը բերում էր ստորաբաժանման կողմից, տարաներով էր պահվում էր, որ հատկացվեր ինժեներական տեխնիկաների։ Այդ 5 լիտրանոց տարաներով պետք է պահվեր, դες է նախատեսված։ Առասարակ պետք է պահվեր ՎՔՆ ծառայության պահեստում, բայց քանի որ ՎՔՆ ծառայության պահեստը շաբաթօր չէր աշխատում, կիրակի օր չէր աշխատում, ժամը 6-ից հետո չէր աշխատում, առավոտ ժամը 6-ին կամ 7-ին չէր աշխատում, իսկ մենք խնդիրը կատարում էինք 24 ժամյա ռեժիմով, 24/7 ռեժիմով։ Դրա համար մենք վառելիքը բերում էինք մեր մոտ, որովհետեւ մենք կարող ենք ցանկացած պահի կարող ենք խնդիր կատարենք։ Որովհետեւ երբ որ ասենք ճանապարհ էր փակ, մենք մեր համար գիշերն ու ցերեկը կապ չուներ, որ գիշերը ոչ աշխատանքային ժամը մենք պիտի հելենք այդքան Եղել է որ դուք բերեք բենզինը, թե միշտ ինչ-որ շեշտած նշած իրաց կողմից է։ Ասենք դու քո մեքենայով խոսքի 10 հատ կանես դու բերես, դենես այդպես։ Եղել է։ Խես դու բերեք, չեմ բերել, ինչ է պատճառաբանը։ Իրանք ասած ովքեր է, էլի ես։ Դե ասես ում կայս, ասես ում կողմից է բերում, դու ասես Ստորաբաժանման կողմից է բերվում, ՎՔՆ պահեստից։ Քանի որ ստորաբաժանում է։ Հիմա կարելի ստորաբաժանումը հրամանատարը, կարելի ֆաշտի ավակը, կարելի դասակի հրամանատարը, հիմա այդ տվյալ եղել է որ բոլոր մեքենաները զբաղված են եղել, խիստ անհրաժեշտություն եղել, եսի մեքենայով եմ բերել։ Դատականից մեկի ժամանակ խոսք եղավ, ասային Տիգրանի մեքենան էինք ուզում վերցնել, ինչ բագաժնիկը բացեցինք, տարաներով բենզին էր դրած։ Ինչ կասես։ Ես կարելի հիմա, ասենք այդ նույն հաջողությամբ ես ասեցի որ կարամ դնենք իմ ավտոն, տանեմ հասցնեմ տեղ։ Ուղղությունը դեպի բերելն էր։ Ինչը։ Ուղղությունը դեպի բերելն էր, այսինքն դրսից բերել, այդտեղ ոչ թե դեից տանել։ Այդտեղից տանելը եղածը մի հատ շատ բան, հատարկասը երկխոսության եք վերածում։ Այնտեղ ինչ է ռեժիսորը մեծ հաշվով ինչ է դարձրել, եթե անմիջական կապ չունես երեխեքի դեպքի հետ։ Ինչ է կարել, ոնց է կարել։ Այդ հոսանքի փողը, որ ասում եք ուծել եք։ Ես իմի շատ Օրենքի ինքեր անարտեք հայտարարության կարակ ցույցիլը հատ չէ, եթե բան մեկին ավելացնել, հայտարարության ասել, դե հիմա այդպես չի կարող, հիմա ոնց արձան, եթե Արցախ է, ինչ-որ բանի մասին է ուզում հայտնել, կարկ կա սրանք, որ որպես հայտարարություն կարող ինչ չէ կարող։ Հիմա շատ մեծ կասկածներ ունեմ, որ հիմնավոր են իմ կասկածները, որ եթե դուք ձեր բանից ասեցիք, ոնց 1.5 տարի, այո, այդ վճարներն արվել, ուրեմն ինչ-որ միտեղից մի բան ունեցել եք, օգուտ, որ էն էլ արդեն անտեսել եք, դեսի վերցնում եք, ես մեկն էլ տամ։ Ես կարող եմ դες մտածեմ։ Դուք գիտեք ինչ ուզում եք մտածեք, բայց ես հաստատ ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չի եղել։ Դե բնականաբար, հարկավոր չի ասել, հա։ Ես նրան հայտարարություն ասեի։ Այդ տեխնիկաները ինչի համար որ բենզինը պահում են, ոնց եք տալի։ Ինչ ձեով, իրանք էին գալու ուզում եք տրամադրում։ Ամեն անգամ տեխնիկան խոդելուց ամեն անգամ իրան հատկացվող վառելիքի հետ նաև հատկացվում էր այդ բենզինը։
Եթե բենզինի մասին է խոսքը։ Ասեք ում եք դա, ով է դա։ Վարորդին։ Վարորդներից ում կարա կանոնով ասեք, որ ես ինչին խոսքի հենց տվել եք բենզին։ Բոլոր տեխնիկայի վարորդներին, բոլոր, ումը որ դուք գիտեք, կարող գնաք իրանցը հարցնեք։ Կլինի Սիմոնյա Սիմոնը։ Այս հարցը քեզ տալու ծնրակ ես, նու ես չէ ծնողներ, դես է հարցրել, ասեն մեզ այդպես տարավ բենզին գոշվում չի։ Բայց դրա համար այդ հարցը, հիմա ամեն մի հարց է, որ ասում է, խնդիր չկա, այս բան չկա, էլի, Խաչոյին տվել ենք, Խաչոյին տվել ենք, Արտյոմին տվել ենք, Սերյանին տվել ենք, Սիմոնին տվել ենք, բոլորին էլ տվել ենք։ Լավ, ասում ես տենալապետն եմ ինչին մեզ խաղում ես։ Տենալուց կարակ ինձ էլ ասեք, ես էլ կգամ ձեր հետ կեթան կտենանք, ոնց կարան տես բան ասեն։ Որ սենց հարցը չառաջանա։ Լավ, մեկ էլ ոնց ասեմ, վերջի հարցս լինի, եթե մենք 18 տարի երեխա պահենք ձեզ, այդ երեխեքին դուք 2 տարի խիչքարացիք պահեք, այդ դա եք մեզ պատճառը, որ Ես իմ ուժերի ներածին չափով փորձել եմ ամեն ինչ անեմ։ Այդ երեխեքին ավելի լավ պայմաններ կամ ավելի լավ միջավայրում պահելու համար։ Իսկ մնացած ինձանից վերև էլի, խնդրում եմ էլի, ինձանից ավելի վերև։ Դրանն ասում է, այսօր փորձում է ինչ-որ հնարավորություն կա ապարանա, բա ի՞նչ է դա։ Կամ այդ տղեկին, որ ասում ես տագնապ գորան, ինչքանը որ ճանաչել ես, իրանց պետք է տագնապ ինչ-որ մեկն ասում է, իրանք դուրս գային այդ իրավիճակից, այդ տեղից։ Տավելա մանրամասը պատասխաններն են չիցվել։ Ունեք եք ասել, թե չէ, եթե դուժողներն նախ Դիգրամ չպատասխանելու պատճառն ու հասկանում։ Այնպես բան եք ասում, որովհետև Չէ, ինչքան որ ճանաչել ես, չէ, անձամբ ճանաչել ես։ Անձամբ ճանաչել եմ բոլորի խնդիրը պատահել։ Ես չեմ կարող ասեմ, տվյալ իրավիճակում ինչ աստիճան են քնած են եղել, Այդ որ ես ասում օրենքի շետ ակում, պարտադիր չէ տագնապ ասել, չէ, որ իրանք ել էին ընդեղից։ Պարտադիր մեկ սպասում որ տագնապ ասեին, որ ել էին։ Այդ Հիմա տեսեք այդ ձեր ասածը, գորալը, չգիտեմ ինչ է, ծուխը, կրակը, չեղա, մենք տագնապ չեղա։